Ինչ փուլում է Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացը, արթուն ենք նախաձեռնությունը 107 պատգամավորի նամակ էր ուղարկել իմպիչմենտի գործընթաց սկսելու կոչով։ Միայն թե որպեսզի հարցը մտնի օրակարգ, իշխող ուժի առնվազն 2 պատգամավորի ձայն է պակասում։ Ընդդիմադիր խմբակցությունները միասին ունեն 34 քվե։ 7 տարի է մարդել ման գալիս, մեկ մի քիչ ակտիվ, մեկ մի քիչ պասիվ, մարդել ման գալիս, ու տենց կշարունակեն ման գալիս թվում է, ու տենց էլ չեն գտնի։ Հայաստան խմբակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնությունն ավելի շատ իրենց թիրախավորելու նպատակ ունի։ Սեյրան Օհանյանը հիշեցնում է, վարչապետին անվստահություն հայտնելու մասին առաջինն իրենք են խոսել։ Փաշինյանին հեռացնելու համար իրավական քաղաքական հիմքեր կան, սակայն դրա իրականացման համար նաև հանրային լայն ընդվզում է անհրաժեշտ։ Նախաձեռնության հեղինակները որևէ մի քաղաքական ուժ չեն ներկայացնում եւ նաև պատասխանատվություն չեն կրում։ Նրանք իրականում նաև դրսում լայն գործընթաց, լայն ընդվզող մեր ժողովրդի աջակցություն չեն կարող առանձին ապահովել։ Ալեն Սիմոնյանը վստահ է, իրենց քաղաքական թիմը բարձր վարկանիշ ունի։ Գյումրու ընտրությունն ասում է այլ պատմություններ։ Վստահ եմ, որ եթե ընտրությունները նույնիսկ այսօր փակ լինեն, ելի քաղաքացիական պայմանագիրը հաղթելու է այդ ընտրությունները հանրապետության։ Հաջան։ Ես վստահ եմ, որ այո 50+1%-ով։ Սիմոնյանի խոսքով Ռոբերտ Քոչարյանը ռուսական շահեր հետապնդող ու միայն այդ ուղղությամբ ծառայություններ մատուցող գործիչ է։ Այս եզրահանգմանն է եկել տեսնելով երկրորդ նախագահի գործունեությունը, հայտարարությունները։ Դրանք ըստ ազգային ժողովի նախագահի համընկնում են ռուսական կողմի դիրքորոշման հետ։ Ռոբերտ Քոչյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանի Հանրապետությունում։ Դա իմ կարծիքն է, ես փաստեր որ փաստեր ունենամ կդիմեմ, ես քաղաքական գործիչ եմ եւ ես քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ։ Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքն է հենց շպիոն հանդիսանում եւ այս իշխանությունն է հանդիսանում շպիոնը թուրք-ադրբեջանական տանդեմի, երբ որ իրենք հայտնվել են դեմ առ դեմ Թուրքիայի եւ Ադրբեջանի համատեղ գործողությունների արդյունքում այս ճնշված վիճակում հենց սա է ինքնիշխանության կորուստը։ Արձագանքելով դիտարկմանը, որ ընդդիմախոսներն էլ կարծում են, թե Փաշինյանն էլ թուրք-ադրբեջանական տանդեմի շահերի պաշտպանն է, նրանց բոլոր պահանջները կատարողը, ազգային ժողովի նախագահն ասաց, Ալիևի հայտարարությունները հակառակն են ապացուցում, երբ դժգոհում է հայկական կողմից եւ անընդհատ հոխորտում է։ Հոխորտանքները կան, դժգոհությունները կան, կան թե չկան, խոսացեք այդ։ Խորհրդարանի խոսնակը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի համար անցանկալի գործիչ չէ։ Ով ասաց, որ անցանկալի է։ Մեզ հակառակն են ասում։ Բա ինչ են ուզում իշխանատունը։ Ով է ասում։ Մեզ հակառակն են ասում։ Մեր գործընկերները։ Ըստ Սիմոնյանի Փաշինյանը պետք է մեկնի Մոսկվա եւ մասնակցի մայիսի 9-ի հաղթանակի շքերթին։ Վարչապետը մարտի 14-ին Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում հաստատել էր, որ ընդունում է հրավերը եւ մասնակցելու է տոնակատարությանը։ Հիմա կարող վարչապետը որոշի չգնալ վերջի րոպեին կամ գնալ, բայց այս պայդրությամբ ես կարծում եմ, որ ճիշտ է վարաշը։ Չեմ կարող ասել, հնարավոր է COVID-ով հիվանդանա։ Խաղաղության համաձայնագիրը ստորագրելու ռեալ հնարավորություն է տեսնում Հայաստանի երկրորդ պաշտոնյան։ Այս եւ սահմանազատման գործընթացն ասում է տեղում չեն դոփում։ Գետնի վրա չէ, բայց հանձնաժողովներն աշխատում են։ Ոչ մի անհամաձայնություն չկա, քննարկումները շարունակվում են։ Իսկ ինչ վիճակ է սահմանին, կրակոցները շարունակվում են թե ոչ։ Պաշտպանության փոխնախարարն այս հարցի համար ստանդարտ պատասխան ունի։ Եթե նման դեպքեր արձանագրվում են, անպայման իրազեկվում է Եթե պահպանված լիներ, ապա կլիներ հաղորդագրություն։ Եթե չկա հաղորդագրություն, նշանակում է, որ նման բան չկա։ Եղել է դեպքեր, երբ որ մի փոքր մենք էլ ենք միասին խոսել, որ փոքր օպերատիվության խնդիր եղել, որը վերջին ժամանակաշրջանում վստահաբար ասում եմ, որ նման խնդիր այլևս չունենք։ Արման Սարգսյանը կրկին հորդորում է հետևել պաշտոնական հաղորդագրությանը։ Իզաբելլա Հովհաննիսյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։